Փառք քեզ Աստված, փառք քեզ Հաղագս ամենայն Տեր, փառք քեզ։ Փառք Աստծո, որ նորից մենք այս տարի այս առիթն ունեցանք Աստծուց հավաքվելու մեր հավատքյոր Սուրբ Գրիգոր Լուսավորչի ելնիվիրապին, այս Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում խորվիրապի և պատարագ մատուցելու։ Ես ուրախ եմ այսօր, կարծում եմ բոլորս էլ ուրախ ենք, որտեղ ելնիվիրապն է, մուտը չի։ Մուտին մի քիչ տխրում ենք, ելին ուրախանում ենք և ուրախ ենք, բայց իմ ուրախությունը մի քիչ տրտմության փոխվեց պատարագի մեջ մի պահի։ Ես հիշեցի 6 տարի առաջ այստեղ տեղի ունեցած մի պատարագ, 6 տարի առաջ 20 թվականին այդ կորոնավիրուսի շրջանն էր և արգելված էր շատ մարդկանցով պատարագ անել, ամենայն դեպս սահմանափակում կար և այդ ժամանակ մենք այստեղ էինք եկել ես 2 թե 3 դպիրների հետ և այստեղ էլ ուրեմն պատարագ գիշերային պատարագը մատուցում էր Վանորեից տեսուչ Արտակ Սրբազանը և իր հետ էլ քիչ մարդ կային, ընդամենը կարծեմ թե մեկ աբեղական վարդապետ էր և մի 2 սարկավակ։ Այսինքն այս եկեղեցում այս գիշերվա պատարագին ընդամենը մի քանի հոգի էինք, բայց լավ պատարագ էր, քաղցր պատարագ էր, անուշ էր, ինչի եմ ասում տխրեցի, որովհետև այսօր Արտակ Սրբազանը մեզ հետ չի։ Եվ աղոթում եմ, որ այն պատարագի շնորհով վերադառնա նորից։ Վերադառնա և ոչ միայն ինքը, այլ այն բոլոր հոգևորականները, կլինեն եպիսկոպոսներ, վարդապետներ, աբեղաներ, թե քահանաներ կամ սարկավագներ, որոնք եկեղեցու միաբանության ուխտից հեռացել են, բաժանվել են, վերադառնան։ Սուրբ Գրիգոր Լուսավորչի բարեխոսությամբ վերադառնան և փարեն Լուսավորչի աթոռին։ Մայր աթոռ Սուրբ Էջմիածին։ Հանուն Հոր և Որդվո և Օգնի Սրբո, ամեն։ Այն ժամանակ Պետրոսը պատասխան տվեց ու ասաց նրան. ահավասիկ, մենք թողեցինք ամեն բան և եկանք քո ետևից, արդ, մենք ինչ կունենանք։ Հիսուս նրան ասաց. ճշմարիտ եմ ասում ձեզ, թե դուք, որ եկաք իմ ետևից, երկրորդ գալստյան, երբ որ մարդու որդին իր փառքի աթոռին կնստի, դուք էլ կնստեք 12 աթոռների վրա, դատելու Իսրայելի 12 ցեղերին։ Եվ ամեն ոք, ով թողել է տուն, կամ եղբայրներ, կամ քույրեր, կամ հայր, կամ մայր, կամ կին, կամ որդիներ, կամ ագարակներ իմ անվան համար, հարյուրապատիկը պիտի ստանա և հավիտենական կյանքը պիտի ժառանգի։ Շատ առաջիններ վերջին պիտի լինեն և վերջիններ առաջին։ Մեր Տեր Հիսուս Քրիստոսի պատասխանն է Պետրոսի։ Այս խոսքերը իրականություն դարձան առաքյալների կյանքում և բոլոր առաքյալները երկնային փառքի և պատվի արժանացան, մեծության հասան և այսօր երկնքում պսակված են անթառամ լուսեղեն պսակներով։ Այս խոսքերը պատշաճում էին ոչ միայն առաքյալներին, այլև առաքյալներից հետո եկող բոլոր Քրիստոսի նվիրյալ ծառաներին, այդ թվում մեր հավատքի օրը Գրիգոր Լուսավորչին, որ թողեց այս ամեն ինչը և գնաց Քրիստոսի ետևից, նույնիսկ իր կյանքը թողեց, գնաց Քրիստոսի ետևից և ինչ ունեցավ։ Եվ Գրիգոր Լուսավորչին բերեցին, թաղեցին այս վիրապի մեջ կենդանի, ամանում էին բոլորը, որ Գրիգոր Լուսավորիչը վերջացավ, այլևս գոյություն չունի, մեռավ։ Ինքն էլ թերևս Գրիգոր Լուսավորիչն էլ մտածում էր, որ այլևս իրեն ելք չկա այստեղից։ Բայց մի բան գիտեր, Աստծո հետ պիտի լիներ և Աստված պիտի իրեն պահեր այդ ամեն ինչի մեջ և ինքը Աստծո հետ էր։ Եվ ինչ տեղ ունեցավ, հրաշք տեղ ունեցավ, Աստված Լուսավորչին
14 կամ 15 տարիներ հետո հանեց։ Կներկայացնեմ Ագաթան Գեղոսի հատվածը, թե ինչպես Գրիգոր Լուսավորչին հանեցին խոր վիրապից։ Այն ժամանակ Աստծուց տեսիլք երևաց թագավորի քրոջը, որի անունն էր Խոսրովի դուխտ։ Արդ եկավ պատմեց մարդկանց իր տեսիլքը ասելով. ինձ տեսիլք երևաց այս գիշեր մի մարդ լույսի նմանությամբ եկավ պատմեց ինձ, թե ձեզ վրա հասած հարվածներից բժշկություն չի լինի, եթե մարդ չուղարկեք Արտաշատ քաղաքը այնտեղից բերելու կապյալ Գրիգորին։ Նա գալով կսորեցնի ձեզ ցավերից բուժվելու դեղը։ Երբ մարդիկ լսեցին, սկսեցին ծիծաղել նրա խոսքերի վրա։ Խոսեցին նրա հետ եւ ասացին. ուրեմն դու էլ մոլեգնեցիր եւ դիվահար եղար։ Ինչպես է, որ ահա 15 տարի նրան գցել են սոսկալի խոր վիրապը եւ դու ասում ես, թե կենթանի է, որտեղ են նրա ոսկորները։ Նույն օրը իսկ, երբ նրան այնտեղ իջեցրին, օծերի հենց տեսքից նույն ժամին մեռած կլինի։ Սակայն նույն տեսիլքը դարձյալ երևաց կնոջը 5 անգամ եւ սպառնալիքով կրկնվեց, որ եթե տեսիլքը շուտ չպատմի, մեծամեծ տանջանքներ կկրի եւ մարդկանց ու թագավորի հարվածները առավել եւս կսաստկանան մահվամբ եւ պես տանջանքներով։ Այդ ժամանակ Խոսրովի դուխտը գնաց եւ մեծ երկյուղով զգուշությամբ պատմեց հրեշտակի խոսքերը։ Իսկ նրանք շուտապույտ այնտեղ ուղարկեցին մի ավագ նախարարի, որի անունն էր Օտա։ Նա գնաց Արտաշատ քաղաքը նրան վիրապի խոր բանտից հանելու։ Երբ Օտան եկավ հասավ Արտաշատ քաղաքը, քաղաքացիները նրան ընդառաջ ելան գալու պատճառը հարցնելու, ասաց նրանց, թե կապյալ Գրիգորին տանելու համար եմ եկել։ Նրանք զարմացած առհասարակ ասացին. ով գիտե, ողջ է, քանզի ահա շատ տարիներ են, որ նրան այնտեղ են գցել։ Իսկ նա պատմեց տեսիլքի դեպքերը եւ ինչ որ եղել էր։ Եվ եկան, բերեցին երկայն եւ հաստ պարաններ եւ իրար կապելով իջեցրին ներքև։ Մեծ ձայնով աղաղակեց Օտտա նախարարը եւ ասաց. Գրիգոր, ուր ես, դուրս եկ, քանզի քո Տեր Աստվածը, որին պաշտում էիր, հրամայեց հանել քեզ այդտեղից։ Սա անմիջապես ոտքի կանգնեց, իսկույն շարժեց պարանը եւ ամուր բռնեց։ Իսկ սրանք իմանալով քաշեցին, վեր հանեցին նրան եւ տեսան, որ նրա մարմինը թխացել էր, ածուխի նման սևացել։ Իսկույն հանդերձները մատուցելով հագցրին նրան եւ խնդությամբ Արտաշատ քաղաքից առան գնացին։ Վաղաշաբաթ քաղաք։ Այն ժամանակ սարսափելի տագնապալի ցավերից թագավորը Դևի կողմից տարվելով ելավ խոզերի երամակից եւ գնաց նրան ընդառաջ մեր պայտառակ վիճակում, իսկ նախարարները քաղաքից դուրս նրանց էին սպասում։ Երբ հեռվից տեսան նրանց, Գրիգոր Օտայի հետ մեկտեղ եւ այլ բազմաթիվ մարդկանց, որոնք նրանց հետ գալիս էին Արտաշատ քաղաքից, ընդառաջ վազելով, մոլեգնելով եւ իրենց ուտելով դիվահարվում էին եւ փրփրում նրա առջև։ Իսկ սա անմիջապես ծունկի գալով աղոթեց եւ նրանք իսկույն զգաստացան, ապա հրամայեց հանդերձներ գցել նրանց վրա, որ ծածկեն նրանց ամոթը։ Թագավորն ու նախարարները մոտենալով բռնել էին Սուրբ Գրիգորի ոտքերից եւ ասում էին. խնդրում ենք քեզանից, ների՛ր մեր հանցանքները, որ մենք քո նկատմամբ գործել ենք։ Իսկ նա մոտենալով գետնից բարձրացրեց նրանց եւ ասաց.
ես մարդ եմ ձեզ նման և ձեզ նման մարմին ունեմ, իսկ դուք պետք է ճանաչեք ձեր արարչին, որը ստեղծել է երկինքն ու երկիրը, արեգակն ու լուսինը, աստղերը, ծովն ու ցամաքը, նա կարող է ձեզ բժշկել։ Մենք տեսանք պատմություն, թե ինչպես Գրիգոր Լուսավորչին հանեցին վիրապից, ով հանեց, նույնիսկ Հեթանոս նախարարը վկայեց, ասում է, այն Աստվածը, որին դու պաշտում ես, նա է հրամայել, որ մենք քեզ հանենք այստեղից, ուրեմն մարդիկ գցեցին վիրապը, Աստված վիրապից հանեց, այս կարևոր է, այս շատ կարևոր է, որ մենք հիշենք, Աստված հանեց վիրապից և ինչպես հանեց, լույսով հանեց, թեև մարմինը ածխի պես ասում է սևացած էր, Հակաթեն Գևոսը վկայում է, բայց իր մեջ լույս կար և լուսավորեց ամբողջ Հայաստան աշխարհը Քրիստոսի Սուրբ Ավետարանի լույսով։ Հիմա ես ուզում եմ մենք մի քիչ մտածենք, մենք մեր մեղքերի պատճառով հայտնվում ենք վիրապի գերեզմանի մեջ, մահվան գերեզմանի մեջ։ Եվ ով պիտի հանի մեզ այդտեղից, Աստված պիտի հանի, եթե մենք Աստծո փեշերից կառչած ենք, Գրիգորը կառչած էր Աստծո փեշերից, վիրապի մեջ անդադար աղոթում էր, անընդհատ Աստծո հետ էր, ինքն է վկայում այս մասին։ Ուրեմն մենք էլ մեր մեղքերի վիրապում գտնվելով պիտի կառչենք Աստծո փեշերից, պիտի անդադար աղոթենք և մի օր, քանի տարի հետո, 15 տարի հետո, կամ 13, կամ 25 տարի հետո, մի օր Աստված այդ վիրապից մեզ կհանի, մեղքի վիրապից կհանի, լույսով կհանի, ուրախությամբ կհանի, ցնծությամբ կհանի, գերեզմանից կկենդանացնի մեզ։ Ոչ միայն մեզ ամեն մեկիս, այլ նաև մեր ազգին ու ժողովրդին, որ այսօր մենք վիրապի մեջ ենք հայտնվել, անաստվածության, անհավատության, Աստծուն մերժելու, Աստծո պատվիրանը խախտելու, չպահելու արդյունքում մենք այսօր հայտնվել ենք գերեզմանի մեջ, հոգևոր առումով, վիրապի մեջ և ուզում ենք մենք մեզ հանել, այդպիսի բան չկա։ Գրիգոր Լուսավորչը ինչքան էլ ճիգեր գործադրեր, ինքը իրեն չէր կարող հանել վիրապից, եթե Աստված չհաներ։ Մենք էլ դուրս չենք գալու այս վիրապից, եթե Աստված չհանի։ Իսկ երբ կհանի Աստված վիրապից, երբ որ մենք աղաղակենք Աստծուն, երբ որ մենք խնդրենք Աստծուն, երբ որ մենք աղաչենք Աստծուն, հիշում եք Հովնան մարգարեին իր վիրապից կետի փորից Աստված երբ հանեց, երբ որ կետի փորում Հովնանը աղաղակեց Աստծուն, աղոթ կարեց Աստված հանեց իրեն։ Ուրեմն այսօրվա տոնը Գրիգոր Լուսավորչի խոր վիրապից դուրս գալու տոնը, հույսի տոնը, ուրախության տոնը, որ վիրապը վերջրակետը չի, վիրապը վերջը չի, ցանկացած վիրապից կա դուրս գալ, կա հարություն առնել ամեն մի գերեզմանից, և մենք էլ մեր մեղքի գերեզմանից դուրս ենք գալու մի օր, մենք էլ մեր ազգովին այս վիրապի մեջ հայտնված վիճակից, մեղքի վիրապի, անիրավության վիրապի, անօրենության, անհավատության վիրապից դուրս ենք գալիս։ Դրա համար ինչ պիտի անենք, պիտի աղաղակենք Աստծուն և խնդրենք մեր հավատքի հոր Սուրբ Գրիգոր Լուսավորչի բարեխոսությունը, որպեսզի իր բարեխոսությամբ մենք մեր աղոթքները Աստծուն բարձրացնելով մի օր արժանանանք լույսի, մի օր արժանանանք խավարից դեպի լույս դուրս գալու, մեռած վիճակից կենդանանալու և Աստծո առաջ կենդանի կանգնելու։ Թող Աստծո շնորհը, սերը, խաղաղությունը ամենքիս հետ լինի մեր ազգի, մեր ժողովրդի, մեր երկրի, մեր պետության, մեր իշխանության, մեր եկեղեցու, մեր եկեղեցական իշխանության, նվիրապետության և մեր ողջ ժողովրդի հետ թող լինի Աստծո ողորմությունն ու սերը։
Ես ուզում եմ իմ երախտագիտությունը հայտնել նաև, որ այսօր մենք ուխտագնացություն ունեցանք, այս պատարագը մատուցեցինք, նախ ստացանք մենք մեր թեմի առաջնորդի Ռուբեն Սրբազանի օրհնությունը այսօրվա ուխտագնացությունը կազմակերպելու համար եւ նաև ունեցանք օրհնությունը Խորվիրապ վանքի վանահայր Հայր Շահանի օրհնությունը եւ բարեհաճությունը, արտոնությունը, որ այսօրվա պատարագը լինի։ Թող Աստված օրհնելով օրհնի իրենց, հա, եւ իր արժեվ վարդքավոր մշակներ անի։ Դուք էլ ձեր աղոթքների մեջ նաև հիմա պատարագի ընթացքում հիշեք իրենց եւ աղոթեք։ Նաև Արտակ Սրբազանին եւ բոլոր խոտորյալ հոգեվորականներին հիշենք մեր աղոթքի մեջ այսօր, թող Աստծո ողորմությունը լինի եւ իրենք դառնան դեպի լուսավորչի աթոռը։ Ամեն։